հանցագործություններ, մեծ մասշտաբի հանցագործություններ, որոնք Հայաստանի Հանրապետությունում են տեղի ունեցել, Հայաստանի Հանրապետությունից դուրս են տեղի ունեցել, բայց չեն արժանացել պատշաճ ուշադրության։ Երկար ժամանակ Հայաստանը եղել է աբորտի թվով աշխարհի 3 առաջատար պետությունների շարքում, տարբեր հաշվարկներով տարեկան 10,000-ից ավել աղջիկ երեխա, 10,000-ից ավել երեխա չի ծնվել, միայն ու միայն այն պատճառով, որ եղել է աղջիկ։ Ամեն առանձին դեպքը վերաբերում է մի քանի հոգու, վերաբերում է ծնողներին, վերաբերում է բուժ աշխատողներին, սա տեղի է ունեցել երկար տարիներ մեր երկրում։ Տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանը Ազատություն ռադիոկայանին պիտի հարցազրույց տար, ասեր, որ այն մարդը, ով մեջբերեր պիտի եւ ասեր, որ այն մարդը, ով մի հոգու է սպանում հանցագործ է, այն մարդ, ով հազարներ է սպանում, մեծ զորավար է։ Նա պիտի դա ասեր, ու տարիներ հետո իր միջոցով պիտի կազմակերպվեր Թավշյա Ոչբռնի խեղկատակությունը, դպրոցներից պիտի հանել տային ավարտական դասարանների աշակերտներին, հետո այդ աշակերտներին պիտի զորակոչեին, ուղարկեին Աղդամներ, Ջաբրայիլներ, բառի բուն իմաստով պետք է սպանել տային ու հետո արդեն տարիներ անց պիտի Շուշին օֆիցիալ ճանաչեին Շուշա։ Այս ամենը սա massայական սպանդ է, որը կազմակերպվել է, որի կազուսը տվել են հայ ջոչերը, massայական հանցագործություն հայ պատանիների, Հայաստանի Հանրապետության քաղաքացի պատանիների նկատմամբ։ Մեր բոլորի աչքի առաջ է տեղի ունեցել, բայց զանգվածային այսպիսի հանցագործություններ, մասշտաբային հանցագործություններ տեղի են ունեցել ոչ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում, այլ տեղի են ունեցել եւ տեղի ունենում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս։ Ես վերջերս գրքերի թողարկման ժամանակ ձեզ ներկայացրել էի Աքչամի եւ Դադրյանի Թուրքական ռազմական տրիբունալի փաստաթղթերը, դոկումենտները ամփոփող այս գիրքը, որը կոչվում է Ստամբուլյան դատավճիռ, եւ այդտեղ կարդացել էի, ներկայացրել եմ ձեզ, եւ այդտեղ ես հիշում եմ, որ կարդացել էի, ուզում եմ մեկ անգամ եւս կարդամ, թե ինչ է Դադրյանը, ինչպես է Դադրյանը ներկայացնում ցեղասպանության 4 հիմնական факторները։ Առաջին. Затяжной конфликт между преступником и жертвой, у которого есть история и который в течение долгого времени не поддается решению. Существенное неравенство в соотношении сил преступника и жертвы, выражающееся соответствующим фактором уязвимости жертвы. Ерорт. Фактор возможностей. Даже самый отъявленный преступник должен уметь выждать, пока не представится удобный момент. Это первоочередное условие, вернее, предпосылка для удачного завершения дела. Для такого успеха действует формула минимум риска при оптимальном результате. Войны, в особенности войны мирового масштаба, действительно предоставляют такие возможности, как показывает поражающее воображение успех 2 из 3 крупнейших геноцидов 20 века, армянского и еврейского. Стремление к радикальному разрешению затяжного конфликта достигает кульминационной и финальной стадии посредством истребления конкретной группы жертв через фактически реализованный акт геноцида. Ուրեմն ստեղծվում է համապատասխան իրավիճակ, իմիջիալից այդ իրավիճակը կարող է նաև ստեղծվել տվյալ էթնոսի, տվյալ ազգի ներկայացուցիչների կամ դավադիր գործունեության կամ հանցավոր անգործունեության պատճառով։ Այսինքն թշնամին իրականացնում է այդ հանցագործ ակտը, բայց երբեմն կարող է դրա պատրվակը ստեղծեն այն
անձինք, ովքեր ներկայացնում են տվյալ էթնոսը, տվյալ ազգը, տվյալ պետությունը միջազգային ասպարեզում, հարգելի բարեկամներ, 2023 թվականին, երբ տեղի ունեցավ մեկ այլ մասշտաբային հանցագործություն, որը տեղի ունեցել մեր աչքի առաջ, դա արցախցիների էթնիկ զտումն էր, 2023 թվականի սեպտեմբեր ամիս։ 2023 թվականի սեպտեմբերի ամսից առաջ Նիկոլ Փաշինյանը արդեն հանձնառություն էր վերցրել նոյեմբերի 9-ի 4-րդ կետ, որ Արցախում հայկական զորքեր պիտի չլինեն։ 2023 թվականի սեպտեմբեր ամսից առաջ Նիկոլ Փաշինյանը արդեն ճանաչել էր Արցախը Ադրբեջանի կազմում, հոկտեմբեր ամիս Պրահա։ 2023 թվականի սեպտեմբերից առաջ արդեն Ալիևի ուղիղ ցուցումով աշխատանքից հեռացվել էր Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Այսքան բաներ տեղի ունեցել էին, բայց ի հեճուկս դրա 2023 թվականի էթնիկ այդ զտումից առաջ սեպտեմբերի 2-ին, նույն ամսվա մեջ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 2-ին շնորհավորում է արցախցիներին անկախության տոնի կապակցությամբ, գումարած դրա սեպտեմբերի 9-ին Արցախում տեղի ունենում մինի հեղաշրջում եւ բերում են մի անձնավորության, ով ձեռը դնում է սահմանադրության վրա եւ երթվում է պաշտպանել Արցախի անկախությունը, ինքնիշխանությունը։ Սա պատրվակներ էին, որը թույլ տվեց ադրբեջանցիներին իրականացնել էթնիկ զտում։ 2023 թվականի մարտ ամսին, հարգելի բարեկամներ, ես վերջերս նայում եի այդ հաղորդումը, մարտ ամսին, չեմ ուզում այդ անունը տալ, այդ մարդու, ինտերվյու է տալիս մի այսպես կոչված լրագրողի 23 թվականի մարտ ամիս։ Եվ այդ մեկ ժամանոց ինտերվյուի մեջ ոչ մի կերպ չի խոսում նա նոյեմբերի 9-ի 4-րդ կետի մասին, ոչ մի կերպ չի խոսում նա այն հանգամանքի մասին, որ Փաշինյան Նիկոլը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում, այլ շարունակում է իր իրականությունից կտրված ոչ քաղաքական խոսքը եւ շարունակում է փափուկ բարձ դնել տասնյակ հազարավոր այն արցախցիներին, ովքեր դեռ մնացել էին Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Ուրեմն 2023 թվականի սեպտեմբերին, հարգելի բարեկամներ, սեպտեմբերի այդ զտումներից հետո, էթնիկ զտումներից հետո, զտումից հետո, հանցագործությունից հետո, երբ Արցախի ղեկավարների ներկայացուցիչներին Տարանի Եվլախ, այնտեղ նրանք ստորագրել են մի փաստաթուղթ, որտեղ հանձնառություն են վերցրել, որ Արցախի տարածքից դուրս են բերում Հայաստանի Հանրապետության զինված ուժերը։ Ես ուզում եմ հիշեցնել, որ այդ հանձնառությունը դեռ նոյեմբերի 9-ին վերցրել էր Նիկոլ Փաշինյանը։ Նա ստորագրել էր, որ ոչ թե պետք է Հայաստանի Հանրապետության զինված ուժերը դուրս գան, այլ ընդհանրապես հայկական զինված ուժերը պետք է դուրս գան։ Բայց սրանք, ովքեր պատասխանատու էին, ստորագրում են, որ ոչ թե Արցախի զորքերն են դուրս բերում, այլ Հայաստանի Հանրապետության։ Ահա այս դավադրությունը ստեղծել են հայ ջոչերը։ Ուրեմն սա տեղի է ունեցել մեր աչքերի առաջ, հարգելի բարեկամներ, մեր համաքաղաքացիների, մեր ազգակիցների հետ է տեղի ունեցել այս ամենը։ Բայց մեծ հանցագործություններ տեղի են ունենում նաև մեր սահմաններից այն կողմ։ Հանցագործություններ, որի ընթացքում 100 հազարավոր մարդիկ են զոհվում։ Իմ ձեռքի տակ Կիմ Սոն Մենի այս գիրքն է, որտեղ նա ամփոփում է Միրշայմերի եւ հատկապես Խոմսկու տված հարցազրույցները, մեկնաբանությունները տարբեր կոնֆլիկտների վերաբերյալ, ինչպես նաև ինքն է որոշակի հարցերում խոսում, մեկնաբանում։ Հիմա տեսեք, թե ինչ է նա ասում, գրքի հեղինակը ասում մի հանցագործության մասին, որը շատ քիչ լուսաբանվեց, որի վերաբերյալ միջազգային լրատվականները շատ քիչ խոսեցին, բայց դա տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության սահմաններից ոչ այդքան հեռու։
Давайте обратимся к еще одному случаю, который ООН называет самым тяжелым гуманитарным кризисом в мире. В прошлом году в Йемене, по официальным данным, погибло 370 тысяч человек. Сколько на самом деле погибло, никто не знает. В разрушенной стране начался массовый голод. Саудовская Аравия, главная виновница всего происходящего, усилила блокаду единственного порта, который может быть использован для импорта продовольствия и топлива. Он выступает с отчаянными предупреждениями, что сотни тысяч детей стоят на грани голодной смерти. Американские специалисты говорят то же самое. И в первую очередь это Брюс Риддель из Букингского института. В прошлом он был ведущим аналитиком ЦРУ по Ближнему Востоку при 4 президентах. Риддель заявил, что саудовскую наступательную операцию надо расследовать как военное преступление, и то же самое относится к тем, кто ее осуществил. Հիմա երկու խոսքել նա ներկայացնում է, թե ինչպես այդ կոնֆլիկտը առաջացել. Нынешняя гражданская война в Йемене началась в 2014 году с конфликта между правительственными войсками и повстанцами хуситами. В 2015 году она переросла в международный конфликт, в борьбу за гегемонию между мировыми региональными державами. Иран помогает повстанцам, а войска арабской коалиции под руководством Саудовской Аравии и Соединенных Штатов поддерживают правительственные силы. Администрация Байдена заявила, что ради прекращения войны больше не будет поставлять Саудовской Аравии оружие, но Вашингтон не принял никаких мер для решения проблемы неименуемой смерти детей от голода. Гражданская война в Йемене не единственная война, которая ведется под патронажем США. Ահա մեր աչքի առաջ, հարգելի բարեկամներ, մեր հարևանությամբ, մեր սահմաններից դուրս, սահմաններից ներս, պերմանենտ ձևով տեղի են ունենում բազմաթիվ հանցագործություններ, մի մասի վերաբերյալ երբեմն խոսում են, մի մասը կարող է միջազգային հանրությունը երբեմն անվանել գենոցիդ, որովհետև դա իրանց պետք է, մի մասի վերաբերյալ ընդհանրապես չեն խոսի, եւ սա այսպես եղել է եւ այսպես էլ գնալու է. Բայց քանի որ մենք ապրում ենք 21-րդ դարում, որտեղ ինֆորմացիան շատ հասանելի է, ես խորհուրդ կտամ, որ օգտվենք տարբեր աղբյուրներից եւ փորձենք ինքներս մեզ համար գնահատական տալ տեղի ունեցածին եւ համապատասխան հետևություններ անել. Պետք չէ վախենալ ոչ մի բանից, առավել եւս Թուրքից, եւ պետք է սարսափել Թուրքի օգտագործած հայերի կառավարումից. Շնորհակալ եմ ուշադրության համար.